Ես փառանձեմ թագուհին եմ, Արշակ երկրորդ թագավորի կինը, Պապ թագավորի մայրը, կառավարիչ, որը Հայաստանի ճակատագիրը իր ձեռքում էր պահում նրա ամենամռայլ օրերին։ Երբ Պարսից Շապուհ թագավորը պաշարեց մեր վերջին ամրոցը Արտագերսը, ես չփախա։ Ես սրով կանգնեցի պարսպի վրա, բարձրացրի զինվորների ոգին, աղոթեցի եւ կռվեցի, քանի դեռ ուժ ունեի։ Իմ թշնամիները հարգում էին ինձ, զինվորները սկուրք էին դարձնում ինձ, բայց ամրոցը ընկավ։ Ես գերի ընկա եւ մահապատժի ենթարկվեցի, ոչ թե կոտրված, ոչ թե նվաստացած, այլ հպարտ, որովհետեւ հայ թագուհին չի խոնարհվում օտարերկրացիների առջև։ Այսօր ես երկնքից նայում եմ ձեր Հայաստանին եւ ամաչում եմ։ Դուք հրաժարվեցիք Արցախից։ Դուք հրաժարվեցիք այն հողից, որի համար ես կորցրեցի իմ գահը, ազատությունը եւ կյանքը։ Այսօրվա կառավարիչները նրանց ողորմելի ստվերներն են, որոնց ես տեսա իմ կողքին։ Նրանք զինվորներ չեն, նրանք բանակցողներ են, որոնք պատիվը փոխանակում են անվտանգության հետ։ Նրանք հանձնեցին ոչ միայն ամրոցներ, այլև մեր ժողովրդի հոգին։ Իմ արյունը թափվեց, որպեսզի մենք կարողանանք կանգնել, մինչդեռ դուք սովորում եք սողալ։ Ես դառնացած եմ։ Ես ինձ հետ փակեցի Արտագերսի դարպասները, որպեսզի դու հիշես, կան գներ, որոնցից ներքև չի կարելի իջնել։ Եվ դու իջել ես, ուշքի եկեք, քանի դեռ ժամանակ կա։ Մինչև իմ անունը ձեզ համար դատարկնչյուն դառնա, քանզի առանց կռվի հանձնվող հողը չարժե այն հողին, որը պաշտպանել է փառանձեմ թագուհին։